Լուսապայլ քաղաք աղբահանող ընկերության և Գյումրու քաղաքապետարանի միջև աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրն առաջացել է դեռ 2013 թվականի հունվարից։ Աղբահանող ընկերությունը դիմել է ընդհանուր իրավասության առաջին այցյանի դատարան։ Դատական գործընթացը Լուսապայլ քաղաքի և Գյումրու քաղաքապետարանի միջև շարունակվում է առ այսօր։ Առաջին այցյանի դատարանի որոշումը, որը կայացվել է հոկտեմբեր ամսին, բողոքարկվել է քաղաքապետարանի կողմից, չի ընդունվել վերաքննիչ դատարանում, իսկ վերաքննիչ դատարանն էլ սուբյեկտիվ որոշում կայացնելով ի օգուտ քաղաքապետարանի չի հաշվի առել փաստարկները, ակնհայտ փաստարկները եւ ոչ մի վկայություն չի հաշվի առնվել եւ նորից բեկանված գործը հետ է ուղարկվել առաջին այցյանի դատարան։ Գործերը բեկանվել են եւ ուղարկվել են նոր քննության, քանի որ քաղաքապետարանը առարգություններ է ներկայացրել եւ հիմնավորել է, թե ինչու համար այդ ամիսների համար չի վճարում եւ չի պարտավորվում վճարել։ Լուսապայլ քաղաք աղբահանող ընկերության նախկին փոխտնօրենը նշում է, որ ընկերության աշխատավարձի պարտքեր են կուտակվել նաև նախկին քաղաքապետի օրոք մինչև 2012 թվականի հոկտեմբեր ամիսը։ Սակայն չնայած դրան ընկերությունը շարունակել է աշխատել նաև հաջորդ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին եւ 2013 թվականի հունվար ամսին։ Հունվար ամսին քաղաքապետարանը ստիպողական ուզում էր, որպեսզի ընկերությունը հրաժարվեր 1 ամսվա 4 միլիոն դրամ գումարից։ Ընկերությունը չի հրաժարվել, դրա համար դադարեցրել է աշխատանքները։ Այդ ընկերությունների պարտքերը մինչև այն ամիսն է, դեկտեմբեր ամիսն է, որ իրենք աշխատել են։ Ասում եմ, դեկտեմբերի վերջին նոր տարվա նախաշեմին 12 թվականին նրանք փաստի առաջ կանգնեցրին համայնքին, հրաժարվեցին աղբահանությամբ զբաղվելու եւ մենք շուտապույտ մեր միջոցներով սկսեցինք արդեն մենք իրականացնել։ Եվ չաշխատած, չիրականացված օրերի, ամիսների համար համայնքը երբեք ոչ մի լումա իր բնակիչների քրտինքով ստեղծված հավաքված գումարը այսպես չի կարող բաշխել որևէ կազմակերպություն։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից պնդում են, որ աշխատանքներ իրականացրել են նաև 2013 թվականի հունվարին։ 2012 թվականի դեկտեմբերի վերջից աշխատանքներ չեն իրականացվել։ Հակառակն են պնդում Գյումրու քաղաքապետարանից։ Նաև վստահեցնում, քաղաքապետարանը պատրաստ է վճարել, ուղղակի համաձայն չէ պահանջվող գումարի չափի հետ։ Այսօրվա դրությամբ պարտքը կազմում է 13 միլիոն դրամ։ Այլի համար են ասեմ 6 միլիոն 115,200 դրամ։ Պատրաստ վճարել իրենք չեն ընդունում, իրանք ասում են չէ, չաշխատած ամիսների համար այդ գումարներն էլ վճարեք ամբողջովին։ Եվս մեկ դատական վեճ էլ ընտանում է Գյումրու քաղաքապետարանի եւ Եղիկյան եղբայրներ աղբահանող ընկերության միջև։ Թե խնդիրներն ինչ հանգուցալուծում կստանան, ցույց կտան դատական նոր վճիռները։ Պայմանագրով են նախատեսել, որ էջերը լուծվում են դատական կարգով։ Եվ դատական ակտերը վերջնական օրինական ուժի մեջ մտնելուց հետո նոր արդեն որոշվի ով է ճիշտ, ով է սխալ եւ դրա հիման վրա էլ համապատասխան վճարումներ կկատարվի։ Ալիսա Հակոբյան, Արման Գասպարյան, Օրագիծ։